Բարի երեկո, եթերում ուրվագիծն է, ես Պետրոս Ղազարյանը։ Սիրելի ուղդիներ, անցած շաբաթ Հայաստանում էին գտնվում ռուսական մի քանի պատվիրակություններ, թե երիտասարդներ, թե արդեն պարկարելի տարիքի մարդիկ, խոսքը Եդինա Ռոսիա եւ նրա երիտասարդական թևի Մալադայա գվարդիա կազմակերպության անդամների մասին էր, նրանք եկան Հայաստան, նրանց ընդունեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները, նաև միջոցառմանը միացան հանրապետականները, երիտասարդական թևը հանրապետականների եւ կարծես թե Ռուսաստանի, այսպես ասած, իշխանական երիտասարդական թևի հետ մեր երիտասարդները կարողանում են բավական սերտ համագործակցել, ինչի համար է սա կարևոր, որովհետեւ այդ սերունդը վաղ Ռուսաստանում դառնալու է իշխող, թելադրող սերունդ, իսկ նրանց հետ ճիշտ լեզվով խոսալը, ճիշտ հասկանալը, նաև մարդկային առումով հարաբերություններ կառուցելը, կարծում եմ մեզ համար շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը անկրկնելի դեր ունի մեր երկրի թե անվտանգության, թե տնտեսության, թե մշակույթի եւ թե մնացած բոլոր իրավիճակների համար։ Գովազդային կարճ եւ թանկ վայրկյաններում մենք կզրուցենք Վահե Էնֆիաջյանի հետ, որը Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից համակարգել է այս process-ը եւ կփորձենք հասկանալ ինչ որակի, ինչ մակարդակի համագործակցության մասին է խոսք գնում։ Հաղորդման հովանավորն է Մարմարի աշխարհը։ Վայելեք բարձրաշխարհիկ կյանքի հաճույքը։ Հաղորդման հովանավորն է Semur & Co ընկերությունը։ Անկրկնելի, հիասքանչ, բացառիկ։ Մեզ շրջապատող լավագույն շենքերը երեսպատված են Մարմարի աշխարհի շքեղ եւ բարձրակարգ քարերով։ Դուք էլ գտեք ձեր ոճը Մարմարի աշխարհում։ Մարմարի աշխարհ։ Վայելեք բարձրաշխարհիկ կյանքի հաճույքը։ Semur & Co. Տանիքի եւ շենքի երեսպատման համար ձևավոր, լաքապատ, ցինկապատ թիթեղներ, ջրհորդաններ, ցանցերի բազմազան տեսականի եւ այլ մետաղական արտադրանքներ։ Ռուսաստանից եւ Եվրոպայից ներմուծված բարձրորակ մետաղի շնորհիվ ընկերությունն իր արտադրանքի համար աննախադեպ 50 տարվա երաշխիք է ապահովում, տարբերվելով շուկայում առկա այլ թիթեղներից իր որակով եւ չափսերի ճշգրիտ համապատասխանությամբ։ Մեծականակ գնումների դեպքում նախատեսվում են զեղչեր։ Semur & Co. Ընտրեք լավագույն թիթեղները ձեր օջախի համար։ Եվ այսպես, երևի ուստատողներ, ռուսական ոչ միայն ֆուտբոլիստներն էին այս քանի օրը ժամանել Հայաստան եւ նրանց մարզասերները, այլև Հայաստանում են գտնվում Ռուսաստանի իշխող կուսակցության թե ավակ սերնդի թե երիտասարդ սերնդի պատվիրակությունները, հենց այս համագործակցության մասին մենք այսօր կզրուցենք, բարեկո Վահե, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Եվ այսպես Եդինա Ռոսիայից եւ Մալադայա գվարդիայից եկան Հայաստան, հանդիպումների շարք եղավ, քննարկումների շարք եղավ, ինչպիսի միջոցառումների մասին խոսքը խնդրեմ։ Նախ ուրեմն ասեմ, այցելությունը տևել է ամսի 25-ից 27 այդ ժամանակահատվածում եւ երկու պատվիրակություն է Հայաստանի Հանրապետություն հրավիրված եղել։ Եդինա Ռոսիա կուսակցության падգամավորական խմբակցության падգամավորներ եւ ներկայացուցիչներ կուսակցության, ինչպես նաեւ Մալադայա գվարդիան Եդինա Ռոսիա, որը երիտասարդական թևն է, այսպես ասած, Եդինա Ռոսիա կուսակցության։ Երկու տարբեր օրակարգերով են անցկացվել երկու պատվիրակության խմբերը, տարբեր ժամանցային, ինչպես նաեւ պաշտոնական արարողություններ են կազմակերպված եղել։ Ամսի 25-ին, ինչպես արդեն հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդների միությունը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդների խորհուրդը հավաքական մենք թիմով ֆուտբոլային խաղով հանդես ենք եկել Մալադայա գվարդիայի իրանց հավաքական թիմի հետ, որտեղ մեզ հաջողվեց հաղթանակ արձանագրել 7-2 հաշվով։ Այո, ստացվեց մեր մոտ հաղթանակը, բայց իրականում մենք ի սկզբանե ուզում էինք շփման լավ միջավայր լինել ֆուտբոլի, քանի որ հաջորդ օրը պետք է դա պատահական համընկավ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի խաղեր, թե դա պլանավորած էր։ Ուրեմն ասեմ, եթե շատ ակունքները գնանք, ուրեմն արդեն 3 տարիների պատմություն ունի, ինչ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պայմանագիր ունի կնքած Եդինա Ռոսիա կուսակցության համագործակցության շրջանակներում, այդ համագործակցության շրջանակներում նաև կետ կա, որ պետք է երկու կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների մեջ եւս համագործակցություն լինի։ Եվ 2010 թվականի դեկտեմբերին Մալադայա գվարդիայի կազմակերպության թվով 4 համագումարներ, որտեղ պատվիրակների հյուրերի կազմի մեջ նաև ես եմ եղել, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն պատիվ ունեցա ներկայացնելու, եւ որտեղ մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև հետագա համագործակցության համար հուշագիր պայմանագիր այդ ձևաչափի մեջ մի փաստաթուղթ կնքել, որպեսզի իրավական հիմքեր ունենանք երիտասարդական կազմակերպություններով կոնկրետ մեր համար
ռազմավարական ամենակարևոր ուղղությունները որոշենք եւ դրա շուրջ սկսենք գործունեություն ծավալել։ Եվ քանի որ առաջիկայում նաեւ նախատեսվում էր ֆուտբոլային առաջնություն, մեր գործընկերների հետ քննարկելով որոշեցինք, որ այս ժամանակահատվածը ամենահետաքրքիր եւ լավը կլինի եւ Ռուսաստանի հավաքականներն էլ մեր գործընկերները հնարավորություն կունենալ Հայաստանում լինեն եւ ոգեշնչեն հենց Հայաստանում։ Полезно с приятным։ Օգտակարը, կարևոր։ Հիմա ինչ օրակարգ կար եւ ինչ պատվիրակ ովքեր էին։ Ուրեմն ասեմ, առաջի, արդեն ասեցի, Եդինա Ռոսիա կուսակցության պատգամավորական խմբակցության պատգամավորներն են եւ կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հրավիրվածներ եւ Մալադայա գվարդիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Իրանց կառուցվածքով ղեկավար կազմը 3 անձից է բաղկացած, համանախագահներ են։ Այս դեպքում ներկայացված էր Ալյոնա Արշինովայի տեսքով, որը համակարգում է նաեւ միջազգային կապերը կուսակցությունում։ Եվ համապատասխան իրենց ղեկավար կոորդինացիոն խորհրդի եւս 9 անդամներ, ընդհանուր պատվիրակության Մալադայա գվարդիայի կազմը 9 հոգուց էր բաղկացած, որոնք տարբեր գործողություններով եւ պատասխանատվությամբ գործընթացներ են կազմակերպում իրենց կուսակցությունում։ Բավականին էական տարբերություններ կա մեր կուսակցությունների կառուցվածքների հետ, որովհետև իրականում բավականին մեծ տարածքում է գործում կուսակցությունը եւ ագին հետաքրքիր շփման եւ կուսակցական գործընթացների փոխադարձ ընկալման շատ հետաքրքիր։ Ինչ ունենք մենք ռուսներից սովորելու, ինչ ունեն ռուսները մեզանից սովորելու։ Ուրեմն դարեր շարունակ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը եղել է հայերի ռազմավարական գործընկերը, ընկերը եւ լավագույն ավանդույթները մենք ուզում ենք շարունակենք եւ լավագույնս ցուցաբերում ենք նման միջոցառումներով եւ մենք մեր համագործակցությունը ուզում ենք շարունակենք նաեւ այլ բոլոր այն երկրների քաղաքական գործիչների հետ, կուսակցությունների հետ, ում շահերը համընկնում է մեր երկրի շահերի հետ, մենք փորձում ենք նաեւ նրանց հետ կապեր հաստատել։ Բայց քանի որ Եդինա Ռոսիա կուսակցության հետ մենք ունենք նաեւ պայմանագիր կուսակցության մակարդակով եւ արդեն իսկ երիտասարդական կազմակերպության մակարդակով մենք արդեն գործելու ենք նաեւ այս համաձայնագրերի շրջանակներում։ Ասեմ, որ առաջի, քանի որ խոսքը գնում էր նաեւ ֆուտբոլի խաղից հետո, խաղը նաեւ հնարավորություն տվեց անմիջական շփվելու, մրցակցություն ապահովելու, որ քիչ առաջ դու մատչեցիր, որ շատ կարեւոր է նաեւ գործնականից դուրս անձնական հարաբերությունները, մտերմությունները եւ գործընթացների, տարբեր գործընթացների վրա դրանք բավական դրական են անդրադառնում, որը որ ընդհանուր ծրագրից հետո կարող եմ արձանագրել, որ դա ընդհանուր այս ծրագրից հետո մեզ մոտ ստացվեց։ Մարդկային ջերմ հարաբերություններ, ինչպես նաեւ իրավական մասով էլ մենք համաձայնագիր ենք ստորագրել, արդեն դա ամսի 26-ին տեղի ունեցավ, առավոտյան եւ կլոր սեղան էր կազմակերպված, որտեղ մասնակցել են 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Եդինա Ռոսիա կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, իդեմս նախագահ պարոն Ծառուկյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության, որտեղ քննարկվել են տարբեր ռազմավարական խնդիրներ Հայաստանի եւ Ռուսաստանի հետագա զարգացման գործընթացների տարբեր հարցերը քննարկվել եւ երիտասարդական կառույցները թե ինչպիսով պետք է հետագայում նաեւ ինչ ձևաչափի մեջ պետք է համագործակցություն լինի։ Մեր ավագ գործընկերների բոլորի կողմից էլ եղել է այն բացառիկ քայլերը, որ ամեն ինչով սատարելու են, որպեսզի գործընթացը հաջողությամբ պսակվի, եւ դրանից հետո տեղի ունեցել ստորագրման արարողությունը։ Ստորագրության առարկան եղել է համաձայնագիրը, որտեղ հիմնական մենք մի քանի կետեր ենք ընտրել, որ պետք է հետագայում համագործակցենք։ Դա կրթությունն է, գիտությունն է, սպորտն է, մշակույթն է, արվեստն է, տուրիզմն է եւ այլ մնացած կետերը, եթե ընթացքում մենք ուզենանք փոփոխություններ, լրացումներ կատարել, երկկողմանի քննարկելով, եռակողմանի քննարկելով, մենք այս փոփոխությունները պետք է ներգրավենք նաեւ հետագա մեր փաստաթղթի մեջ։ Այս պայմանավորությամբ մենք նվազագույնը պայմանավորվել ենք, որ տարվա կտրվածքով 2 անգամ պետք է պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ ունենանք, որպեսզի մեկս մյուսից գործընթացներից տեղեկացված լինենք եւ ավելի սերտ գործունեություն ծավալենք։ Այս պայմանավորությամբ կոնկրետ պայմանավորվածություններ ունենք արդեն հստակ ապրիլի 24-ի հետ կապված Ռուսաստան ծրագիր անցկացնել Հայոց ցեղասպանության Իրանք սատարելու են մեզ։ Իրանք սատարելու են մեզ կազմակերպչական մենք հենց հիմա քննարկում ենք ինչ ձևաչափի մեջ ենք մենք փորձելու միասին այդ գործընթացը կազմակերպել եւ մայիսի 9-ի հետ կապված նույնիսկ մենք ենք մտածելու այստեղ Հայաստանում ինչ ձևաչափի մեջ էլի միասնական ծրագիր անցկացնել այո հաղթանակի օրվա կապակցությամբ մեծ հայրենական պատերազմի դրանից հետո մենք ուզում ենք ամառային մեծ ճամբար կազմակերպել Ռուսաստանյան մի քանի երիտասարդական կազմակերպությունների հետ 1000-ից ավել իդեպ
ասեմ, որ մեր կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանը մեծ ուրախությամբ ուզում է այս ամբողջ գործընթացը հովանավորել եւ արդեն այս պայմանավորվածություններ ունենք եւ եւս օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ ամբողջ այս ծրագիրը հովանավորվել է պարոն Ծառուկյանի կողմից եւ բոլոր նմանատիպ ծրագրերը թե Հայաստանի Հանրապետություն, թե միջազգային ասպարեզի հետ կապված Ծառուկյանը մեծ հաճույքով հովանավորությունը վերցնում է իր վրա։ Մենք այդ պայմանավորվածությունների շրջանակներում եւս առանձնացրել ենք այդ բոլոր կետերը եւ բոլոր կետերի շուրջ մտածում ենք թե ինչ ձևով կոնկրետ ավելի պետքա մեր համագործակցությունը տեղի ունենա։ Սա է եղել, դրանից հետո ունեցել ենք կլոր սեղան, որտեղ առանձին падգամավորական խմբակցությունը մեր падգամավորական խմբակցությունների հետ հանդիպում ունեցավ քննարկել տարբեր ռազմավարական խնդիրներ եւ երիտասարդական կազմակերպությունները ՀԿ, ԲՀԿ եւ Մալդա գվարդիա եւս քննարկել ենք տարբեր մեր հուզող հարցեր, փորձի փոխանակման ծրագրերն են քննարկել, ինչ ձևաչափի եւ ինչպեսի հեռանկարը տեսնում եւ ինչ խնդիրներ է իր առաջ դնում Մալդա գվարդիան։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ՍՆԳ երկրները բավականին նման մենտալիտետ ձևաչափ քաղաքական մշակույթից հրաժարված եւ նոր քաղաքական մշակույթի գնացող երկրներ են եւ այդ առումով մեծ փորձի փոխանակումը իրականում շատ հետաքրքիր է եւ կարեւոր է։ Ինձ հետաքրքիր է ռուս երիտասարդները եւ դուք ո՞նց են պատկերացնում այս post-խորհրդային տարածքի ապագան։ Այդ գնում է քննարկումներ դրանց կապված, չէ՞ մենք շատ ընդհանուր խնդիրներ ունենք։ Մենք չենք կարողանում ժողովրդավարական երկիր ստեղծել, մենք չենք կարողանում կոռուպցիայի մակարդակը նվազեցնել, մենք չենք կարողանում քաղաքացիական ինստիտուտները կայացնել, քաղաքացուն որպես արժեք մարդը, այս խնդիրները կարծես թե Ռուսաստանի հետ մեր մոտ ընդհանուր են։ Այ գնում է այդպիսի քննարկում, երևում այ նոր սերնդի նոր մտածելակերպ, թե մենք տեսնում ենք, որ այ մեծ սերնդի ասենց հետևողական փոքր սերունդն է, որը կրկնում է այն, ինչ որ ասում է ավագ սերունդը։ Այդ թվարկած տարբեր խնդիրների հետ կապված դրանք բոլորը համեմատական խնդիրներ են եւ եթե համեմատականի մեջ դնում ենք ՍՆԳ երկրների մեջ մեր վիճակը այդքան էլ աղետալի չի, եթե համեմատվում ենք նրանց հետ։ Իսկ հարաբերությունների հետ կապված իհարկե մեր բարեկամական հարաբերությունները եկել է մեր ավագ սերունդից, մեր ավագ սերունդի համար դրանից առաջվա սերունդից եւ մենք գտնում ենք, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, եւս կրկնում եմ, մենք ուզում ենք բարի դրացական հարաբերություններ ստեղծել տարբեր քաղաքական կազմակերպությունների ուժերի հետ։ Իդեպ օգտվելով առիթից նաև ասեմ, որ եվրոպական մեծ ընտանիքի EPP կուսակցությունների դա մեծ ընտանիքի մենք եւս հայտ ենք ներկայացրել, որպեսզի համագործակցություն նաև սկսենք այդ ճյուղով Հայաստանից ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Օրինաց երկիր կուսակցությունները։ Տեսնենք թե ինչպիսի ձևաչափով հետագայում ներ համագործակցությունները կստացվի, քանի որ դա ասոցիացված կազմակերպությունների համար մենք 3 ձևաչափի մեջ հայտեր ենք ներկայացրել։ Դա առաջի հերթին մեր կուսակցության հայտնն է, երկրորդը Գայք Ծառուկյան բարեգործական հիմնադրամի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադրամի համագործակցությունները, որ պետքա տեղի ունենան, ինչպես նաեւ երիտասարդների միության համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների հետ։ Այսինքն դու ուզում ես ասես ոչ միայն ռուսական վեկտորի հետ պլանավորում համագործակցության խորացում, այլ նաև եվրոպական։ Այո, եվրոպական, նաև ասեմ, որ ամսի 2-ին մեկնելու ենք Անգլիա մեր կուսակցության ներկայացուցիչներով, որպեսզի մենք այնտեղ ուսուցողական ծրագիր կա, որ պետք է մասնակցենք քաղաքական դասընթացների եւ քաղաքական տեխնոլոգիաների, ընտրական տեխնոլոգիաների հետ կապված, ինչպես նաև համագործակցության եւ տարբեր կապեր ստեղծելու միտումով։ Մեր ավագ սերունդը ռուսների հետ շփման խնդրեմ ունի, որտեղ նրանք մեծացել են խորհրդային միությունում եւ ասենց ռուսական գերիշխանության բանը ուզենք մեր բոլորիս այդ մեջ նստած է, հա, երիտասարդները կարողանում են հավասարի հետ շփվել, այդ ձերբազատված են ռուսների գերիշխանության այդ բանից, թե ոչ։ Եկ ինչպես մենք այդպեսի խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք էլ ունենա, մենք հավասարը, եթե ասում ենք գործընկեր, մենք պատկերացնում ենք, որ հավասարը հավասարի պես պետք է նստի։ Ճիշտ է, մենք դրա հետ զուգահեռ նույնիսկ հասկանում ենք, որ մի երկրի հետ ենք խոսում, ում ծավալները անհամեմատելի են մեր ծավալների հետ, բայց դա չի նշանակում, որ մեր դիվանագիտական կամ գործնական հարաբերությունների մեջ մենք պետքա չնստենք հավասարը հավասարի պես։ Եվ ասեմ, երիտասարդական քաղաքականության առումով շատ հարցեր կա, որ մենք բավականին նրանցից էլ ավելի առաջ ենք եւ այդ փորձի փոխանակումը ոչ միայն օգտակար է մեզ համար, այլ նաեւ օգտակար է նրանց համար։ Այդ Մալադա գվարդիան այնտեղ իշխանության մեջ ինքը ներկայացված է լավ, թե ոչ, ինտեգրված է, թե ոչ։ Ուրեմն ասեմ, որ նրանք ունեն իրանց ձևաչափը դեպուտատներ 30,000-ից ավել, գյուղական համայնքից սկսած միջին փոքր մեծ քաղաքներից, բայց 30,000-ից ավել իրանք ունեն մենակ падգամավորներ, հավաքանիներ, մեր եթե իրավական
համատականի մեջ մտցնենք։ Դա բավականին լուրջ ցուցանիշ է եւ պետական տարբեր ծրագրերում եւս նրանց մասնակցություն ունեն։ Նրանք մի քանի եւս ծրագրեր ունեն, որոնք մասնակցային գործընթացը որպես հետզվի լիակատար նրանց թույլ է տալիս մասնակցելու։ Դա երիտասարդական խորհրդարանի մասնակցությունը, երիտասարդական կառավարության մասնակցությունը, տարբեր ճամբարների կազմակերպումն է, որտեղ նաեւ մասնակցում են իրենց երկրի տարբեր ղեկավար աստիճանների, ինչպես նաեւ երկրի նախագահան, վարչապետը, որը նաև նրանց հնարավորություն է տալու նրանց խոսքը լսելի դարձնելու, նրանց մասնակից դարձնելու տարբեր կարևոր գործընթացներին։ Մեզ մոտ նույնպես ամռանը նախատեսվում է ճամբար, ինչ է դա ենթադրում։ Մենք ուրեմն ճամբարը այս պայդրությամբ էլ արդեն իսկ հայտարարի եկել ենք, որ ճամբար են կազմակերպելու, բայց ճամբարի բովանդակային մասի հետ կապված մենք դեռ քննարկումների փուլում ենք գտնվում։ Իդեպ եթե առաջարկություններ կլինեն տարբեր երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցելու ճամբարին մասնակցելու, ոչ կուսակցական, այլ ավելի ընդլայնված ֆորմատ։ Սա ընդլայնված ֆորմատի մեջ առնելու, մենք փորձելու ենք առաջին անգամ Հայաստանում կազմակերպել SNG երկրների հավաք, ինչպես նաև բնականաբար մեծ մասամբ Հայաստանի երիտասարդների ուսանողների մասնակցությունը կլինի, բայց ուզում ենք SNG երկրների երիտասարդական առաջատար կազմակերպություններին հրավիրել, որպեսզի նրանք էլ մասնակցեն եւ մեր հայ երիտասարդությունը, ուսանողությունը հնարավորություն ունենա շփվելու, միասին աշխատելու, միասին ծրագրեր քննարկելու, ինչը ասեմ, մեր կուսակցության նախագահի համար ամենակարևոր գործընթացներից է եւ գաղտնիք չէ, որ կուսակցությունը մեծ ուղղվածություն է վերցրել դեպի երիտասարդների ուշադրությունը։ Այստեղ իրականում չեմ կարող չառանձնացնել իրական կուսակցության նախագահի ուշադրությունը, վերաբերմունքը երիտասարդական քաղաքականությանը, ուսանողության հիմնահարցերին, որը շատ ժամանակ օրինակ համեմատականի մեջ են անում, որ կուսակցության ղեկավարը սպորտին ուշադրություն դարձնելով սպորտը վերել կապրեց եւ բոլորի աչքի առաջ վերելքը եւ չեմ վախենա այս պայդրությամբ էլ բարձրաձայնել, որ Հայաստանի Հանրապետությունում եւս երիտասարդության ոլորտում իդեմս մեր կուսակցության նախագահի այն ուշադրությունը, որ դարձնում է երիտասարդ